Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ողջույնների ռեզոնանս էր աշխարհում, հենց իմացվեց, որ խաղաղության փաստաթղթի տեքստը համաձայնեցված է։ Մարտի 13-ին էր, բայց Ադրբեջանն ակնհայտորեն չէր էլ ձգտել Հայաստանի հետ համատեղ հայտարարել այդ մասին։ Ակնհայտ էր, որ պլան ունեն էլի պահանջներ առաջ բերելու ու դեմարշի գնալու։ Հայաստանը թեև երկու խոշոր զիջմանն էլ գնաց, գանգատները միջազգային ատյաններից հետ վերցնելուն եւ եվրոպական դիտորդներից հրաժարվելուն, բայց աշխարհը նույն հավասարության նշանով էր ողջունում տեքստի համաձայնության հաստատումը։ Ֆրանսիայի նախագահը գոհ էր, Մակրոնը գրեց. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ու Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը իրար հերթ չէին տալիս ողջունելիս։ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն, Մոսկվայի արտգործնախարարությունը բոլորը ողջունում էին։ Ոչ ոք հիմա չի հարցնում Բաքվին. ինչու է դեմարշ անում, իգնոր անում համաձայնեցված եւ ողջունների արժանացած տեքստը։ Երբ մենք շատ ենք խոսում դրա մասին, Բաքուն ավելի է սկսում կատաղել։ Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք պիտի մի փոքր time out վերցնենք, մի փոքր դադար պիտի տանք։ Անընդհատ մենք պիտի չխոսենք, որ մենք պատրաստ ենք, մյուս կողմը չի ուզում։ Հայաստանը որևէ հակառակ քայլ անում է, ոչ, բայց Բաքվին չեն ասում, Բաքու դե ստորագրի, ինչու՞ չէ ստորագրում։ Դրա համար ես գտնում եմ, որ Բաքուն սպասողական իրավիճակի մեջ է գտնվում։ Նոր ազդակներ է սպասում։ Ինչ անի։ Մինչև ինչ անին որոշի Հայաստանի փոխարտգործնախարարը նախորդին հայտարարում էր, թե Ադրբեջանի գործողությունները տագնապալի են։ Այդ տագնապալի դառնալուն չի նպաստում միջազգային հանրության այս հավասարության վտանգավոր նշանով ողջույնները։ Ով կսանձի Ալիևին, ինչու հասցեական կոչ չկա նրան ստորագրել։ Փաստաթղթի համաձայնեցված հենց այդ օրն էլ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը հայտարարում է, թե Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլը։ Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից եւ պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար եւ դրանից դուրս։ Բերբոքը կարծես թե հույս ունի, որ թշնամանքն այլևս չկա, բայց Ալիևը հիմա էլ հենց թշնամանք ու ատելություն է գեներացնում։ Հայ ժողովրդին ատելի ու թշնամի է համարում։ Հայտարարել է, թե հայերը իրենց ցեղասպանության են ենթարկել եւ որ Աղդամը Կովկասի Հիրոսիման է։ Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերվել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք։ 15 րոպեանոց ելույթում նա 11 անգամ հայերին թշնամի է անվանել, ասել է հայկական ֆաշիզմի նմանը աշխարհը չի տեսել, իսկ հայկական կողմը խաղաղության թղթի ստորագրման ժամ ու տեղի է սպասում ու շարունակում աշխարհի տարբեր ծայրերից ողջույններ լսել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով եւ երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ առաջարկը։ Եթե նման գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն, ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել, ասել է նա։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքյանն ու Իլհամ Ալիևը հաղորդազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ ԱՄՆ նախագահ Թրամփը իր դժգոհությունն է հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նախագահը աներևակայելի ջանասիրությամբ աշխատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր ունենալու համար, եւ նա արտահայտել է իր հիասթափությունը այս հակամարտության երկու կողմերի առաջնորդների կողմից հնչող արտահայտությունների առնչությամբ։ Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա շարունակում է քրտնաջան աշխատել դա անելու համար, եւ մեր թիմերը շարունակում են փոխգործակցությունը, նշել է Լևիթը։
Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ջո Մանգանիելոն որպես գլխավոր բանախոս հանդես է եկել Ամերիկայի հայկական համագումարի կոնգրեսում տեղի ունեցած հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը։ Նա պատմել է հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը։ Հայտնի դերասանը նաեւ լուսանկար է հրապարակել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր Պոլիտիկո պարբերականի հերթական համարն է մի ամբողջ էջի վրա ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին գրությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սպուտնիկ Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։ Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին որոշման ստորագրումից եւ համապատասխանաբար կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցել հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ 2024 թվականին աշխարհում առնվազն 8938 ներգաղթյալ է զոհվել, փորձելով հասնել այլ երկրներ։ Ինչպես նշում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, իր զեկույցում սա մեկ տարվա ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է, 2024 թվականը դարձնելով ամենամահաբեր տարին ներգաղթյալների համար։ Միևնույն ժամանակ կազմակերպության փորձագետները կարծում են, որ այդ թվերը վերջնական չեն, եւ ներգաղթյալների մահերի եւ անհետացման իրական թիվը ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ է։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների բրյուսելյան հավաքի ընթացքում ՆԱՏՕ-ին անդամակցող պետությունները որոշելու են Ուկրաինային խոստացված 20 միլիարդ եվրոյի ռազմական օժանդակության հատկացման հարցը։ Անվտանգության ոլորտում առկա խնդիրներն այնքան գլոբալ են, որ որևէ երկիր միայնակ դրանք լուծել անկարող է, ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Իրկուտսկում պլանային թռիչք կատարելիս կործանվել է Tu-22M3 ինքնաթիռը 4 հոգուց բաղկացած անձնակազմը ցած է նետվել, 1 օդաչու զոհվել է։ Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Պատահարից հետո Իրկուտսկի մարզում ավելի քան 200 տուն մնացել է առանց էլեկտրականության, ինքնաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծին։ Բիշքեկում աղջիկն ընթացքի ժամանակ դուրս է ընկել ատրակցիոնից, նրա 2 ամրագոտին էլ միանգամից պոկվել են։ Տուժածը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են աղջկա կյանքի համար։ Նոր լրացուցիչ հարկային բեռ կառուցապատողների համար, եթե կառուցապատողը շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգի կամ ավարտվի ու չերկարաձգվի, կենթարկվի ֆինանսական սանկցիաների, անավարտ կառուցվող շինության համար կվճարի անշարժ գույքի հարկը ամբողջությամբ։ Երկարաձգման ամսաթվից սկսած կապ չունի, թե ինչ հարկ է հասել կառուցումը, 3-րդ հարկում է, թե 5-րդ հարկում է, կապ չունի։ Ենթակա է հաշվարկման եւ վճարման գույքահարկ։ Նախագիծ ուժի մեջ է մտել 23-ի հունվարի 1-ից եւ կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ 23 թվականի հունվարի 1-ը տրված շին թույլտվությունների գծով 23-ի հունվարի 1-ից հետո երկարաձգումների վրա։ Կառուցապատողների ասոցիացիայի ղեկավարը տեղեկացրեց, որ 2022-ին ունեցել են քննարկումներ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում եւ ներկայացրել են բացասական դիրքորոշում այդ նախաձեռնության վերաբերյալ։ Մեզ խոստացան, որ առաջ չի գնա այս նախագիծը, սակայն պարզվում է նախագիծը լավ էլ առաջ էր գնացել, 2025 թվականին միայն մարտ ամսից են սկսել կիրառել։ Եթե այս օրենքը գործի, ապա ըստ Գուրգեն Գրիգորյանի բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն պարզապես սնանկության եզրին։ Ստիպված կառուցապատողները վճարել են ահռելի չափով տեղական տուրք երկարաձգման գծով, մի բան էլ ստիպված պետք է վճարեն գույքահարկ։ Դեռևս չկառուցված եւ կառուցման փուլում գտնվող շենքի ամբողջ մակերեսի հաշվարկով։ 2021-ից անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքից մոտարկված կադաստրային արժեքով, եւ այդ տարվանից սկսած գույքահարկը սկզբում 25, 2022-ին 30, 2023-ին 35, 2024-ին 50%-ի չափ բարձրացավ։ Այս տարի անշարժ գույքի համար վճարվող գույքահարկը բարձրացավ 75%-ի չափով։ Տեղջանքի եւ շքեղության իբրև հարկային սխեմա էին բերում, բայց իրականում ամբողջ բեռը կամ իրական հարվածը գույքահարկի բեռի ստացավ ցածր ու միջին եկամուտ ունեցող մեր հայրենակիցները։ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը 2026-ին եւ հետագա հաշվետու տարիների համար կավելանա 100%-ի չափով։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներն առաջարկում են 2021 թվականից փուլային եղանակով ներդրված ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկի բեռի աճը 2026-ից կասեցնել։ Մենք առաջարկում ենք, որ պրոգրեսիվ դրույքաչափը պետք է շարունակվի
եւ էլ ավելի բարձր ուրեմն հարգման բեռ պետք է տեղափոխվի դեպի թանկարժեք եւ գերթանկարժեք գույքերը։ Հանրային ներդրումային ծրագրերով քննարկման փուլում է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։ Քննարկվում է նաև 2 դեպոների վերակառուցման ու արդիականացման հարցը։ Այս պահին մինչև 250 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնումը, 2 դեպոների վերակառուցումն ու արդիականացումը, մինչև 230 հեկտար քաղաքային այգու կառուցումը, խոսքը գնում է Դալմայի այգիների մասին։ Մինչև 230 հեկտար քաղաքային այգի կկառուցվի Դալմայի այգիներ հատվածում։ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը վերակառուցելու նպատակով տարածքում գերակաշահ ճանաչելու որոշման մասին նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է կառավարությունում։ Մենք մի հատ էլ ինչ-որ հարց ունեինք, որ կապված էր դատախազության հետ։ Հա, որովհետև այնտեղ մի գույք կա, որը ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է հանդիսանում, պիտի մենք դատախազությունից ստանայինք տեղեկատվություն, գրությամբ դիմել ենք, որպեսզի հասկանանք այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի։ Ես առաջարկում եմ գերակաշահի որոշումը առաջ տանել կոմիտեում նորից քննարկել։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա։ Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Երևանի սրտում գտնվող Թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով։ Ծննդավայրը Ադրբեջան։ Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում է ամրագրվում, ահազանգում են։ Հայաստանի քաղաքացու նոր անձնագիր են ստացել ու նոր անձնագրում կարդացել։ Փաստորեն Ադրբեջանում են ծնվել։ Գրառումներ եւս եղել են, որ պարզապես իրենց ինչպես ցանկանում այնպես են գրում, նշանակություն չունի։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները պնդում են, որ նախկինում իրենց նույն Հայաստանի քաղաքացու անձնագրերում ծննդավայրը նշված է եղել օրինակ Լղիմ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կամ ասենք Ստեփանակերտ։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունից պարզաբանում են կարգ կանոնին համապատասխան են գործում։ Կառավարության համապատասխան որոշում կա։ Քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող հիմք փաստաթղթում։ Լեռնային Ղարաբաղի անձանց դեպքում ծննդյան վկայականում։ Այնուամենայնիվ կառույցից վստահեցնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել լիազոր մարմին։ Անձնագրում նշելու ծննդյան վկայականում առկա աշխարհագրական մեկ այլ միավոր։ Արցախցիները սակայն պնդում են, այս դեպքում էլ խնդիրների են բախվել։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ մեզ ինչև անձնագիր տալը, այնտեղ հարցրել են ձեր նախկին բնակության վայրը գրենք, թե գրենք օրինակ Ադրբեջան, այսինքն նախապես հարցում անում են։ Բայց նաև բողոքներ կան, որ հարցրել են այնտեղ որ մեկը պետք է նշվի, նշել էր իր կոնկրետ ծննդավայրը Արցախի, կգրեք Հադրութ։ Բայց արդյունքում երբ անձնագիրը ստացել է, այնտեղ նշված էր Ադրբեջան։ Նախորդ տարվա վերջնական տվյալներով ի դեպ Արցախից Հայաստան բռնատեղահանված 100,000-ից ավելի մեր հայրենակիցներից միայն մոտ 5,500-ն է ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Վերջին ամիսներին սակայն դիմումների նկատելի աճ կա, ինչը պաշտոնյաները առավելապես պայմանավորում են բնակապահովման պետական ծրագրից օգտվելու հանգամանքով, որի համար Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր է։ Ահազանգ քաղաքացիներից տարբեր հասարակական կազմակերպություններ ստացել են բողոքներ քաղաքացիներից, որ Veolia ջուր ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանել է իրենց։ Քաղաքացիները ստացել են նամակ, որ ջրաչափերի փորձաքննության արդյունքում դրանք եղել են վնասված։ Վերահաշվարկվել է ինչ-որ գումար եւ ներկայացվել քաղաքացուն, որ նա ստիպված պետք է այդ գումարը վճարի։ Փոխում անելով հանրային ծառայությունների որոշմանը առաջացնում են պարտավորություն սպառողի համար վճարելու ջրաչափի սխալ աշխատանքի հետևանքով աստծոց վնասը 35,000-ից մինչև 200,000։ Ավելին բնակիչներին վախեցնում են անջատումներով, մինչև նույն կանոնակարգը սահմանված է, որտեղ իրավունք ունեն զրկեն դրամատակարարումից։ Բայց բանավոր վախացնում են, որ կանջատեն ընդհանրակարգի կանոնների խախտում։ Պիպոյանի ձևակերպման Veolia ջուր ընկերությունը փաստարկ ապացույց էլ չի ներկայացնում վնասված ջրաչափը եղել է հօգուտ թե ի վնաս սպառողի։ Ջրաչափը վնասվել է այն փոխելիս թե տեղափոխելիս։ Իրականում լաբորատոր փորձաքննությունը, որը որ իրականացվում է, տալիս է զուտ տեսական պատասխան մեկ տեսականորեն որ կարող է, այսինքն ոչ թե ապացուցված, եւ երկրորդը, որովհետեւ տեղ չի նշվում թե ջրաչափը երբ վնասվեց։ Այսինքն այդ նույն տրամաբանությամբ ջրաչափը կարող վնասվել փոխելու ընթացքում հենց ջրմուղի աշխատակիցների կողմից։ Այդ նույն տրամաբանությամբ ջրաչափը կարող վնասվել ամփոփ տեղափոխելու ընթացքում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Veolia ջրի բաժանորդն իրավունք ունի մատակարարի ծանուցման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ մատակարարը ջրաչափի հետ կապված որևէ աշխատանք իրականացնի իր ներկայությամբ, նախապես փոխհամաձայնեցված ժամկետում։ Մի կողմից ջրմուղն իրեն հարմար ձևով լրացուցիչ պարտավորություն առաջացնում, ուրեմն սպառողների համար, մյուս կողմից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում այնպիսի ընթացակարգեր, որ նման գործունեություն ծավալելը ջրմուղի համար դառնա անխոչնդոտ իրականացնելի գործընթաց։ Մասնագետները հորդորում են սպառողներին նման խնդիրների բախվելիս ապացուցողական նամակ գրել Veolia ջուրընկերությանը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին։ 2024-ին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման 2316 բողոք է ստացվել, դրանցից 1473-ը բավարարվել է։ Մայրաքաղաքում մարտի 31-ին առանձնակի դաշնությամբ սպանություն էր տեղի ունեցել։ Համոսահյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում ահազանգից հետո ոստիկաններն ու պարեկները ձեռքերն ու ոտքերը կապված հայտնաբերել էին տանտիրոջ 54-ամյա Մարատ Սուվորովիդին։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքի հետքեր կային։ Տունն էլ ամբողջությամբ տակնուվրա արված էր։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով պաշտոնյաներ, Երևանի քրեական վարչության պետը, տեղում են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի եւ տեղակալի գլխավորությամբ։ Հավաքվածներն էին հայտնել, որ սպանվածը վերնիսաժում էր աշխատում, զբաղվում էր թանկարժեք իրերի առքուվաճառքով։ Իրավապահները շատ օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գործել։ Դեպքից ժամեր անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալուց հետո իրավապահները բաժանվել են մի քանի խմբերի։ Սպանությունը կատարելու մեջ կասկածվող 4 քաղաքացու են հայտնաբերել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Նրանք ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են։ Իդեպ 4-ն էլ նախկինում եղել են դատապարտված, նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել, երբ սպանվածը կծել է նրա մատը։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։ Մարտի 31-ին Երևան Մեղրի ճանապարհին բախվել են Լադան եւ Կիան, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել նաեւ փրկարարծառայության Վայքի Իրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Օպերատիվ են գործել շտաբօգնության բժիշկները, Վայքի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները։ Քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են ուղեկցել փրկարարներն ու պարեկները։ Մարտի 31-ին Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են 28-ամյա Գարիկ Հովանիսյանի Մայբախը եւ 41-ամյա Տիգրան Գևորգյանի Վոլվո Բեռնատարը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վարորդների խոսքով վթարի պատճառը եղել է փոսը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասներ չկան։ Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Սեբաստիա փողոցի թիվ 150 հասցեի հարևանությամբ երկաթե էլեկտրասյունը կոտրվել ու մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում։ Բարեբախտաբար էլեկտրասյունը չի ընկել այդ պահին անցնող թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վրա։ Էլեկտրալարերն են պահել։ Օպերատիվ են գործել Երևանի թիվ 1 Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Իդեպ այդ վայրում 2 մեքենա էր բախվել։ Պարեկները կարգավորել են երթևեկությունը, մինչև օպերատիվորեն ժամանած երկհաղլույս աշխատակիցները աշխատանքներ են կատարել, որից հետո ճանապարհը բացել են։ Հենց հիմա տեսնում եք էլեկտրական լարերն են, որ պահել են, որ սյունը չի ընկել տրոլեյբուսի վրա։